Խորհրդային միության ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյան։ Այս օրերին նշվում է մեծ վարպետի ծննդյան 100-ամյակը։ Մեկ շաբաթվա ընթացքում հայկական հեռուստատեսությունը իհարկե անդրադարձել է Հրաչյա Ներսիսյանին, ցուցադրվել են նրա ֆիլմերը, եւ պատահական չէ, որ մեր ծրագրի բացումը, Աստղերև ճակատագրեր ծրագրի բացումը հենց այստեղից է, Պեպոյի արձանի մոտից, քանի որ դժվար է պատկերացնել Պեպոյին առանց Հրաչյա Ներսիսյանի։ Չգիտենք, քանդակագործը եւ քանդակել է այս արձանը, պատկերացրել է Հրաչյա Ներսիսյանին թե ոչ, բայց ժողովրդի պատկերացմամբ առաջին հերթին Պեպոն դա Հրաչյա Ներսիսյանն է։
Բարև ձեզ Տիկին Վարդուհի։ Շատ ուրախ եմ, որ ձեզ հանդիպեցինք այստեղ։ Տիկին Վարդուհի, երևի կարիք չկա ասելու, որ այս օրերին նշվում է Հրաչյա Ներսիսյանի 100-ամյակը, եւ շատ ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ։ Կարծում եմ դուք ունենաք հիշողություններ վարպետի մասին։ Ես էլ եմ ուրախ, որ այս օրերին ժողովուրդն է նշում իր սիրելի դերասանի 100-ամյակը։ Ցավում եմ, որ կարելի էր նաեւ պետականորեն նշել։ Մեծ շուկով, առավել մեծ շուկով, բայց ինքը իր անձը արդեն այնպիսին էր նա, որ համեստագույն մի մարդ էր եւ ժողովրդի մեջ էր ինքը եւ իր սիրելի ժողովուրդը նրան հիշում է եւ միշտ պիտի հիշի։ Ինչ վերաբերում է մեզ, ինձ, ես երջանիկ եմ, որ այդպիսի մի վարպետի հետ դեմ եմ բարձրացել։ Ես երջանիկ եմ, որ նրա աղջիկն եմ եղել պատվի համարում, Մարգարիտ, եւ Ջոնին իմ սիրտը լեռներում է ամմորած մի դերասան, որ իրոք 100 տարին մեկ է ծնվում։ Շատ հիշողություններ կան, հիմա ոտքի վրա գիտեք մի քիչ դժվար է։ Մի հետաքրքիր դեպք կարող եք հիշել, կապված նկարանումների հետ, թատրոնում։ Չէ, Հրաչյա Ներսիսյանը ես որը բնութագրում է Հրաչյա Ներսիսյանին։ Դե գիտեք, արդեն շատ տարածված իր Սանտալուչիան է, այդ երգն է, որ բնութագրում է, բայց դա չի հետաքրքիր։ Ուրեմն երբ ես Լենինականի թատրոնում, այսինքն Գյումրվա թատրոնում այն ժամանակ Լենինական էր, աշխատել եմ երկար տարիներ, 10 տարի ահագին ժամանակ էր եւ հրավիրեցին Հրաչյա Ներսիսյանին, որ խաղա Օթելլո, այն ժամանակ թատրոնի ռեպերտուարում Օթելլո ներկայացումն էր, որտեղ ես Դեզդեմոնա էի խաղում։ Եվ ահա մենք երկուսով բեմի վրա ենք, ինքը Օթելլո, ես Դեզդեմոնա։ Միայն ցավում եմ, որ շատ էի երիտասարդ, որովհետեւ զգայի, թե ես ինչ մեծ վարպետի հետ եմ բեմում, շատ։ Ու դրանից հետո այդ նույն երեկոյից հետո, երբ որ հարցրին նրա կարծիքը իմ մասին, հանկարծ նա ռուսերեն ասաց. «Вдруг появилась она как ангел»։ Եվ այնուհետև ինչ կան, որ իմ մասին կարծիք էին հասնում, նա ասում էր «Вдруг появилась она как ангел»։ Չգիտեմ ինչու նա ռուսերեն էր խոսում, ռուսերեն էր արտահայտում իր կարծիքը իմ մասին։ Կան հիշողություններ։ Տիկին Վարդուհի, գիտեք ինչ, այստեղ մեզ մոտ կա մի լուսանկար։ Եթե կարելի է նայեք այս լուսանկարը, ովքեր կան այստեղ, բացի Հրաչյա Ներսիսյանից, Դավիթ Մալյանն է, ես տեսնում եմ։ Արման Կոտիգյանն է։ Սա կողքինը Գեղամ Հարությունյանն է, Դավիթ Մալյան, Գեղամ Հարությունյան, Ժան Էլոյան, Մուրադ Կոստանյան։ Ես կարծում եմ, որ դեր կտևի նրա այս տոնակատարությունը, նրա 100-ամյակը այսքան շուտ չի վերջանա։ Ես զգում եմ, որ ամեն անգամ ինչ-որ մի միջոցառում է լինում նրա համար, եւ դա ինձ անսահման ուրախություն է պատճառում։ Իհարկե ցավալի է, որ Մայր թատրոնը չի նշում։ Դե Մայր թատրոն չկա, ինչպես նշի, ով նշի։ Ցավալի է։ Շնորհակալություն Տիկին Վարդուհի, հաջողություն ձեզ։ Մանավես, ձեզ էլ հաջողություն։ Հաջողություն։ Սիրելի բարեկամներ, ուրախալի է, որ Հայաստանում դեռ նկարահանվում են ֆիլմեր, եւ մենք այժմ նկարահանման հրապարակում ենք, ուզում ենք զրուցել դերասան Նորայր Գևորգյանի հետ, մի մարդ, որը երիտասարդ տարիներին բեմում խաղացել է Հրաչյա Ներսիսյանի հետ եւ ծանոթ է եղել նրա հետ, մտերիմ է եղել։ Խաղացել ենք, բայց դա մենք այն ժամանակ այնքան ջահել էինք, որ այսպես խաղանքեր լինել բացառված էր։ 35 թվականին առաջին անգամ Պեպոն գնաց էկրան։ Դե ես դպրոցական էի, չգիտեմ մի քանի տարեկան էի։ Կինո նայիրին հիմա հրապարակի վրա, այն գյուղատնտեսության նախարարությունը ինչ է։ Կինո նայիրին այդտեղ էր գտնվում։ Հա, այդտեղ էր գնում դե Երևանի մի քանի կինոթատրոն է, բայց հիշում եմ, որ այդտեղ ես չգիտեմ ինչ միջոցով ես ճարեցի տոմսը։ Հա, իսկ հրապարակը այժմյան այդպես չէր, եւ ամբողջ հրապարակը հսկայական տերիտորիան այդ կադրերից նկարներ էին նկարված եւ չուչել էր պատրաստված Պեպոյին մեջտեղը, իսկ երկու կողմից այդ նկարներն էին, թե ինչպես պատահեց այդ օրը ընկա եւ ինչ ում մտքով կանցներ, որ կգա ժամանակ, կանցնի 46-47 թվին, հասկանում եք, որ ես
մոտ կլինեմ Հրաչյա Ներսիսյանը, Հրաչյա Ներսիսյանը կլինի իմ տանը, ես կլինեմ իր տանը, մտքովս չեր անցնի, որ Հրաչյա Ներսիսյանը հասկանում եք, ամեն քայլափոխում հանդիպեինք իրար թատրոնում, տանը, եւ ասում ինտուրիստում, իմեկվա Ջախ եք եղել ինտուրիստում։ Նախքին, դե պարզա, նախքին ուրեմն սկզբից Երևանը Արարատ Արմենիան չկար, դեռ չկար։ Գնում էինք այնտեղ, որ ասում են այն ժամանակ երիտասարդներ եք, ասում են դերասանի տեղը որտեղ է, Աստրոսկու մեղավորների շմագայի տեքստը գրի ասպեր նեզնամավի որ մենք ասում ենք դերասանի տեղ որտեղ է, ուրեմն մի կերպ մեքենայով հասնում էինք Երևան ռեստորանը, ինչքան այդ փակ լիներ մեզ համար կբացանեին, հետո տեղափոխվեցին Արմենիա հիմիկվա այդ ռեստորանը, միշտ այնտեղ էր, միշտ էր եւ նրանք շատ մոտ էին Թաթիկ Սարյանի հետ։ Հրաչյա Ներսիսյանը գալիս էր թատրոն, երբ որ Թաթիկ Սարյանը խաղում էր սրտի առած, սպասում էր ներկայացու, վերջանում էր միասին գնում էին ինտուրիստ։ Իսկ եթե բան Հրաչյա Ներսիսյանը էր խաղում պատվի համար Էլիզբարով, Թաթիկ Սարյանը սպասում էր, միասին գնում էին ինտուրիստ։ Պարոն Աշուղյան, ինչ կարող եք հիշել Հրաչյա Ներսիսյանի մասին։ Հիշելու բան շատ կա, բայց ես մի էպիզոդ եմ ուզում հիշել, դա 1942 թվին էր, պատերազմի դաժան օրերին, դա այն շրջանն էր, երբ մերոնք նահանջում էին եւ հրաման արձակեցին, որ բոլոր գործարանները, սարքավորումները ոչնչացնել, որպեսզի ֆաշիստների ձեռքը ոչ մի բան չընկնի։ Ուրեմն այդ շրջանում մենք բեմադրեցինք ինժեներ Սերգեև։ Ինժեներ Սերգեև խաղում էր հանգուցյալ Վաղարշյանը։ Իսկ այնտեղ էսեսական սպաներ կային, ուրեմն գնդապետի դերը տվեցին Հրաչյա Ներսիսյանին, իսկ լեյտենանտի դերը տվեցին ինձ։ Ներկայացում արդեն պատրաստ էր, պրեմիերան նշանակված էր, լիքը ժողովուրդ, դահլիճը լեփ-լեցուն, ուրեմն մենք բեմ ենք մտնում այն ժամանակ, որ ինժեներ Սերգեևը հավաքել է իր ինժեներ ընկերներին եւ որոշում են պայթեցնել գործանը։ Հանգուցյալ Հրաչյա Ներսիսյանի բարիտոն, բամ, ձայնով գոռաց հենդ է հո մի որոտնդող ծափահարություն, ժողովուրդ այնպես է ծափահարում չտեսնված, Հրաչյա Ներսիսյանը բեմամտել պետք է ծափահարեն։ Ուրեմն ներկայացմանը ներկայ էր գտնվում նաև միշտ բոլոր առաջին ներկայացումներին, պրեմիերաներին ներկայ էր լինում, մենք մի ցեկայի քարտուղար ունեինք, Գրիգորի Արտեմիչ Հարությունյան, շատ լավ մարդ էր եւ շատ էր կապված մեր թատրոնի եւ նա ուրեմն դառնում է եւ Գուլակյանին ասում է եղբայր ուրիշ դերասաններ չգտար ես սիրված դերասաններին ուր ես էսեսականների դեր տվել իսկույն հանել Գուլակյանը ասում է թե ես Հրաչյա Ներսիսյանին կհանեմ բայց Աշուղյանին չեմ կարող հանել որտեղ տեքստը մեծ է պետք է որ չեմ կարող փոխարինել եւ այդպես էլ արեցին ուրեմն առաջին անգամ կյանքում երևի Հրաչյա Ներսիսյանին ազատեցին դերից որպես անհամապատասխան դերակատար եւ դերը տվեցին Արման Քոթիկյանին Ինտուրիստը նոր բացված ժամանակը, ուրեմն սրճարանը առանձին էր, իսկ ռեստորանն էլ առանձին։ Եվ սպես պատով, սպես
անջատված էր մեկը Մույսեյից։ Հրաչյա Ներսիսյանը այստեղ էր նստում։ Հրաչյա Ներսիսյանը միշտ ամեն առավոտ 8-ից 8:30 գալիս էր նստում էր իր տեղը։ Մենք այդ սեղանը եւ ոչ մեկին չէինք տալիս։ Հանգարց, ովևէ մեկը հանգարց փորձեր նստել, ասում ենք, որ վարպետի սեղանն է, խնդրում եմ զբաղված այս սեղանը, այնպես որ ի սեղանը միշտ էլ ազատ էր։ Եվ ընդհանրապես ինքը որ գալիս էր, մենք այս լուսամուտից մեկ-մեկ նայում էինք դուրս։ Տեսնում էինք, որ գալիս էր, ասում էինք, վարպետը գալիս է, ուրախանում էինք։ Այդ մինչև անգամ իր այսպես ասած իր ներկայություն անգամ մինչև անգամ դուրսը որ տեսնում ենք, այնպես հրճվում էինք, ուրախանում էինք։ Ոգևորություն էր լինում։ Այո։ Եվ գալիս էր մինչտեն շատ հարգալից բարևում էր բոլորիս էլ։ Եվ ասում ենք վարպետ այսօրվա ձեր ակորժակը ինչ է հարիսա է թե պլինջիկ, դա էլ ասում էր։ Շաբաթը ընդհանրապես եթե ոչ քիչ 3 անգամ անպայման գալիս էր, 3-ից 4 անգամ։ Հետո ասում էր իմ փորձին գիտեք, իմ հասանելիք օգինել բերեք ասում էր։ Մենք բերում էինք, նստում էինք, բոլոր մատուցողները հավաքվում էին, տարբեր հարցեր էին տալիս, խոսում էինք շատ մեծ Նա սիրում էր զրուցել։ Ինչ ես։ Սիրում էր զրուցել ձեզ։ Այո, զրուցում էր, անպայման զրուցում էր։ Եվ այսպեսի բանել չէր սիրում, եթե հանգարց ովևէ մի սեղան իրան հրավիրում էր, որովհետև շատ հաճախորդները, ովքեր որ շատերը ճանաչում էին իրան, միշտ հրավիրում էին իրանց սեղանը, բայց իր տեղից չէր շարժվում, երբեք։ Ասում է, խնդրում եմ թողեք ինձ ցանկից, էսա իմ տեղը, ես ստեղից չեմ շարժվում։ Մինչև անգամ այսպեսի մի բանել ուներ, որը չէր սիրում, եթե հանգարց ովևէ մի անծանոթ սեղան իր հաշիվը փակեր։ Իր հաշիվը իմանում էր ինքը մոտավորապես ինչ կան է, եւ հանգարց որ ասենք որ վարպետ հաշիվը փակ այսպես ջղայնանում էր, հանում էր իր հասանելի փողը, դնում էր սեղանին, հեռանում էր։ Ոստերեն ամեն առավոտ ներկայացումից առաջ, փորձից առաջ նա գալիս էր այստեղ։ Եվ նա անպայման, եթե 8-ից, ասենք թե 8-ին 8:30-ին էլ որ գար, 10-15 պակաս պետք է դուրս գար, որովհետեւ փորձի հասներ։ Իսկ սա ում մտահղացումներ դիմակ Հրաչյա Ներսիսյանի այստեղ տեղադրել։ Հաճախորդներից մեկը, որը ազգանունը հիմա ես չեմ հիշում, այսպես Անտաշյանի, ուրեմն ինքը խնդրեց, ասեց, որ այսպեսի բան եմ ուզում ես հավերժացնել իրան, քանի որ ասենք իհարկե առանց դիրեկտորի մենք չենք կարող այդ բան առնել, բայց ասեցինք, որ դժվար է մերջի, որովհետև դիրեկցիան էլ մեծ հարկանք ուներ իրան նկատմամբ, մեզ էլ ասում էր, որ հանգարց չլսեմ, որ մի հատ վարպետին նեղացնեք։ Շնորհակալություն պարոն Աշյան, ձեզ դժվար է շատ համոզել եւ մեր հեռուստատիտողների համար ասեմ, որ պարոն Աշյանը երկար տարիներ աշխատել է այս ռեստորանում, առ այսօր աշխատում է, ռեստորանի ադմինիստրատորն է եւ կարծում եմ սիրված անձնավորություն է այստեղ։ Այսինքն Ֆիլմի նկարանման հրապարակում մենք հանդիպեցինք Հայֆիլմ կինոստուդիայի 9 նկարիչներից մեկին, որը արդեն 40 տարուց ավել աշխատում է այնտեղ, այդպես չէ, Գոհար Իսայանին, եւ իմացանք, որ Տիկին Գոհարը Տժվժիկ ֆիլմի նկարիչն է եղել, զգեստների նկարիչ է, եւ բնական է աշխատել է Հրաչյա Ներսիսյանի հետ։ Ինչ կարող եք հիշել նրա մասին։ Միայն սիրով կասեմ, որ չտեսնված էր, երբ որ նկարահանումներ էր գնում, ինքը այնքան տարված եւ ուզում էր ամեն ինչը տեղին լիներ նկարվելու ժամանակ, ավելնոտ ոչ մի բան, շատ բնական էր խաղում, հիացած էինք բոլորս։ Տիկին Գոհար, ընդհանրապես դերասանների մոտ կա այսպիսի մի գիծ, երբ որ նրանք նկարանում են ֆիլմերում, շատ դերասաններ ես գիտեմ, որ խառնվում են նկարչի աշխատանքին, այսինքն իրենք ինչ-որ բաներ են ուզում ուղղել իրենց զգեստում, բան։ Հրաչյա Ներսիսյանը հաշվի առնում էր ձեր ասածները։ Չէ, ինքը հաշվի էր առնում այնքանով, որ երևի զգաց էլի, որ դե առանձնապես ինքը հագուստություններ էր այնտեղ, որ ասենք, շատ բնական, ինչ էլ հագցներ իրան մոտ բնական, որտեղ ներքինով խաղում էր ինքը, շատ ներքինով էր։ Նրա աչքերը ամենակարևորը աչքերն էր։ Այո, այո, կան կարող եմ ասել։ Շնորհակալություն։ Խնդրեմ։
Սիրելի բարեկամներ, եւս մեկ հանդիպում Հրաչյա Ներսիսյանի ընկերներից մեկի հետ։ Վարպետ, ես ուզում եմ ներկայացնել ձեզ, չնայած չեմ կասկածում, որ շատերը մեր հանրապետությունում ձեզ լավ ճանաչում են եւ սիրում են։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուր ենք մեր հանրապետության ճանաչված լուսանկարիչներից մեկի մոտ, Սամվել Խանդիկյանի տանը։ Այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ լուսանկարներ, սա ձեր աշխատանքներն են, մեր անվանի արվեստագետները, գրողները, եւ ես չեմ կասկածում, որ դուք մոտիկ եք եղել նաեւ Հրաչյա Ներսիսյանի հետ։ Վարպետ, ինչ կարող եք հիշել մի արտառոց դեպք, մի հետաքրքիր դեպք կապված Հրաչյա Ներսիսյանի եւ միգուցե ձեր հետ։ Ձեր համատեղ ընկերությունից ինչ կարող եք հիշել։ Չի հերթին ասեմ, որ Հրաչյա Ներսիսյանը անզուգական մարդ էր, որպես մարդ անզուգական եւ նույնպես որպես դերասան անզուգական էր։ Հրաշալի մարդ էր, կյանքում երևի ոչ մեկի ցիրկը չէր նեղացրել։ Այդպես մարդ էր։ Շատ էինք հանդիպում, գալիս էր ինձ մոտ, մտնում էինք ռեստորան, խոսում էինք, նկարվել սիրում էր։ Սիրում էր նկարվել։ Շատ էր սիրում։ Ոչ պաշտոնական, պատահական։ Մի անգամ պաշտոնական նկարվել է, ինչ որ Լոնդոնից ուզել էին իր նկարը եւ կախեց Երևի այս նկարն է։ Այո, իր շկանշանները կախեց, որ կյանքում չէր կախում, ասի Հրաչ, ես ինչ մանա, ինչ եք կախել, ասում եմ Լոնդոնից նկարս են ուզել, ինչ որ Շեքսպիրի, չգիտեմ ինչներ, քանի 100-ամյակներ, պատճառով նկարվեց, իսկ այդպես պատահական նկարվում էր, երեխեքի հետ, սիրում էր, փոքր երեխա սիրուն տեսներ, գրկում էր, տեսամել ինձ նկարի մի հատ։ Իսկ որևէ մի հետաքրքիր դեպք կարող եք հիշել։ Շատ դեպքեր եղել են, Մոսկվայում հանդիպել ենք, հետո մի անգամ եկավ թե Սամվել գնանք սուրճ մխմենք։ Հրաչ ասի սուրճը ուրիշ մանի չվերածենք, ես ցերեկը չեմ խմում։ Մտանք ինտուրիստ, նախկին ինտուրիստը, հիմա Երևան հյուրանոց։ Դրան առաջ հանդիպեցինք Դավիթ Մալյանին։ Դավիթ Մալյանն էլ մեզ հետ երեկո մտանք ներս, տեսնանք ինչ Փափազյանը, Վահրամ Փափազյանը նստել է Նախաճաշյանում։ Ու դղաներ մանչերս, մեծ հետ նստեք, մեզ հետ ման նստեցինք։ Նստեցինք, Հրաչը պաշտում էր Փափազյանին, առասարակ չէր թույլ տալիս, որ որևէ մեկը մի վատ բան ասի Փափազյանի մասին, բզկտեր ուղղակի, պաշտում էր Փափազյանին։ Նստեցինք, Վահրամ Փափազյան ուրեմն կանչեց սպասարկողին, պատվիրեց ամեն ինչ կոնյակով, ուտելիք ման, խոսում ենք այսպես, ասեց, գներեք դվերք, ասեց, քիչ ուտելուց հետո, գներեք ես հիմա գկամ, գնաց 5 րոպե, 10 րոպե, 15 րոպե, չգավ։ Հրաչը թուրքերենով, որ բանը Դավիթ Մալյան չազգանը, թուրքերենով ինձ ասեց, Սամվել ասեց, ես 50 ռուբլի ունեմ մոտս, այ ասի, Հրաչ ջան, մի նեղանա, ինձ մոտ էլ կա, պակասի էլ, ես կողքը աշխատում եմ, վաղը գբերեմ գդամ, կամ քիչ հետո գբերեմ գդամ, այդպես, կերան խմեցինք, վերջացրինք, հանգարց, ես կանչեցի սպասարկողին, Մադուցովին, ինչի ասեց ընկերխանդիկ, ասի հաշիվը, հաշիվը ասեց Փափազյանը դվել գնացել է, սարմացանք, դվել փողը ու գնացել է, մինչ այդ ուրեմն Փափազյանը ասեց, որ մի հատ իշուկ եմ գնել, Բաքում կապել եմ, հետս պետք է տանեմ Լենինգրադ, իր ինչ-որ դաչա ուներ, հետը պետք էր տաներ, Հրաչյան ասեց, գնանք մի հատ տեսնենք, ապազ թե տարել են առածելու ասմա պահագը, բայց հետո իմացանք, որ իսկապես իշուկ առել էր, սուտ չէր։ Լենինգրադ տանելու նպատակով։ Այո, որտեղ այնտեղ ես չկա, իշուկ չկա, տարել էր իր առանձնատանը պահելու։ Վարպետ, քանի որ մենք ներկայացնում ենք
Հրաչյա Ներսիսյանին երրորդ ալիքի աստղեր եւ ճակատագրեր ծրագրում, այսինքն այս ծրագիրը նվիրված է նրանց, ովքեր ծնվել են կարիճ համաստեղության տակ, ինչպես նաեւ Հրաչյա Ներսիսյանը։ Եվ ես ուզում եմ մի փոքր բնութագրել կարիճներին, դուք կասեք, համապատասխանում է արդյոք այս բնութագրությունը Հրաչյա Ներսիսյանին։ Կարիճ համաստեղության տակ ծնվածները ուժեղ եւ վճռորոշ անձնավորություններ են։ Սիրում են փիլիսոփայել կեցության խնդիրների շուրջ, հակառակ սեռի ներկայացուցիչները պարզապես խելագարվում են նրանց համար։ Կարիճները սիրում են վիճաբանել եւ հաղթել։ Նրանք իմաստուն են, երբեք չեն դավաճանում սեփական անձին։ Որոշ բաներ շատ ճիշտ է։ Վիճաբանել չէր սիրում, առհասարակ չէր սիրում, բայց որ ճաշտում էին բոլորը նրան, դա ճիշտ է, եւ շատ խելոք էր, չէր ցույց տալիս, բայց շատ խելոք էր, երբեք կյանքում ինքն իրան ռեկլամանող կամ վարձենալ բան չգիտեր, չէր ասում, որ ես այսպես դերասան եմ, երբեք շատ անգեղծ մարդ էր, անգեղծ։ Իսկ կանայք ինչպես էին վերաբերվում նրան։ Շատ սիրում էին, հետևից վազում էին, որ մտնում էր ինձ մոտ, շատեր գալիս էին տեսնելու համար, մոտիկից տեսնելու համար։ Այստեղ լուսանկարներ եմ տեսնում, սա պատահական երկրպագուներն են Հրաչյա Ներսիսյանի, թե ծանոթներ են ուղղակի։ Երևի իրան ծանոթներ են, բայց դժվար թե երիտասարդ աղջիկներ են, երևի, չգիտեմ, թատրոնում, թատերականում սովորողներ էին, թե ինչ, փաթաթվեցին բան, թե ասես խանդիկ էր ասում ինձ։ Խնդրում եմ նկարի մեզ միասին, հետո առանձին նկարվեց։ Այո, ճաշտում էին, ժողովուրդը ընդհանրապես բոլորն էլ ճաշտում էին։ Նույնիսկ որ մտնում էինք ռեստորան, շատերը խանդում էին, թե ինչի Խանդիկյանի հետ նստելը մեզ հետ չի գալիս նստել։ Ասում էր, եղբայր, ես նրա հետ եմ եկել, ձեզ հետ ինչ գործ ունեմ։ Բոլորը հյուրասիրում էին։ Այս օրերին նշվում է Հրաչյա Ներսիսյանի 100-ամյակը։ Ձեզանից ով է հիշում Հրաչյա Ներսիսյանին, ով կարող է նրա մասին խոսք ասել։ Հայ ժողովուրդը, հայ մարդը ինչքան հոգնում էր արտադրության մեջ, իրիկունը որ կնում էր Հրաչյա Ներսիսյանին, այդ հումորոմները տեսնում էր, իր հոգնությունը դուրս էր գալիս, զվարճության չափ սահմանը չկար։ Անջապ երեխաներից սկսած թորնիկների, մինչև մենձերը սաղ լարված Այսօր Հրաչյա Ներսիսյանը պետք է բեմում դուրս գա, նա շատ դաղանդավոր մարդ էր էլի, մարդկանց երջանիկ էր, ինչքան հուզվիր, հոգնեիր, չարչարվեիր, դանջվեիր, այդ օրը հանգստանում էիր, նրան որ այդ գործողությունը որ տեսնում էիր, իսկական հայ մարդ էր էլի նա։ Հրաչյա Ներսիսյանը, ոչ միայն Հրաչյա Ներսիսյանը, այլ 30, 40, 50-ական թվականներին մեր պետ թատրոնը, մեր մայր թատրոնը իրոք որ դա հռչակավոր տաղանդավոր դերասաններ էին, մի լրիվ այս թատրոնները չգիտեմ ինչա մարդ չէր բանում, գուցե եւ տաղանդներ կան մի, բայց այն չի։ Իսկ դրանց գլուխ գործոցներից մեկն էր նաեւ Հրաչյա Ներսիսյանը, հատկապես Շեքսպիրյան դերակատարումների նրա Օթելոն եւ այլը, սենց նա հետո մեր գրեթե բոլոր կինոնկարներում մեծ մասը նա հանդես եկավ, դա մեր խոշորագույն դերասաններից մեկն էր, որին մենք հարգում ենք եւ ոչ միայն մենք, ամբողջ ժողովուրդը, մանավանդ օրինակ կինոներում շատ հանդես եկավ, ոչ միայն թատրոնում։ Այն որ փոքր էի, դպրոցական էի, եւ դերասանները դուրս էին գալիս, մենք հետևներից ասում ենք երևի երկնքից իջած է, այնտեղ Հրաչյան, Ավետը, Փափազյանը, ումը որ տեսնում են, ես շատ լավ հիշում եմ Արուս Ոսկանյանին, մեր տաղանդավոր դերասանուհուն, ինչքան շատ կային Սուզան Գարագաշ, Ռոզանա Վարդանյան, հետո Համբարձում Խեչանյան մեր կոմիկ դերասաններից ամենալավագույններից մեկը։ Եվ շատերին, գրեթե ամբողջ թատերական ես կարող եմ թվարկել լրիվ 30-40-ական թվականներին, բայց մի չգիտեմ էլ թե ովքեր են։
բոլոր լավագույն դերասանները անջատվեցին յուրաքանչյուր իր համար ստուդիա ստեղծել եւ ինչ-որ բեմադրում են յուրաքանչյուրը արդեն միասնություն մեր մայր թատրոնը ինչու պետք է հետորնենք դե մայր թատրոնը մենակ կոմեդիա է բեմադրում Շեքսպիրը բեմադրում Շիլլերը Ռոստովսկին բեմադրում դու գիտեք արդեն դա ուրիշ է որտեղ մեր խոշորագույն դերասանները հատկապես Շեքսպիրով Շիլլերով էին մեծարվում չէ եթե նրա օրինակ Պետրոս Ադամյանը կամ Սիրանուշը Փափազյանը դրանք Շեքսպիրով էին հատկապես բայց մի Շեքսպիր են բեմադրում կոմեդիաներ են բեմադրում այդ մայր թատրոնը թող կոմեդիայի թատրոնը ընդեղ էլ տաղանդներ ունեն կոմեդիայի Բաքվում հյուրախաղեր էինք մի օր ժամը 4-5-ի ժամանակ հանդիպեց ինձ ապրում ենք ինտուրիստ Բաքվի ինտուրիստ հյուրանոցում դա գնանք ճաշելու գնանք հրաշտես գնացինք նստեցինք դեռ քիչ մարդ կար կամաց հավաքվեցին այդ ժամանակ երբ որ մուտքը մտնում էինք ցախ կողմը փոքրիկ էստրադա կար տեսնենք արդեն օրկեստրը հավաքվեց կես ժամ չեր անցել հանկարծ օրկեստրը նվագեց Պեպոյի երգ հրաշտեցեց գլուխը կախեց շոյվեց անցավ ժամանակ հիմա ես չեմ հիշում մարդիկ նույնից հավաքվեցին քեֆ տարավ ամեն ինչ դե որտեղ հրաշտեսյան այո հետո ուրեմն ես ուղեկցեցի նրան իր սենյակը սենյակից դուրս էր գալիս պատշգամբ որ նայում էր դեպի ծով երեկո էր արդեն լուսերը վառվում էին ներքև աստիճաններով երրորդ չորրորդ հարկներ ճանապարհը որ իջնում էր ռեստորանից կանաչ էր ամբողջ սարեկներ բան դա երեկո էր իսկ ծով են կողմ լուսավոր նավեր են չերևում էին լույսեր Հրաչյան Իրսյանը հանկարծ սկսեց Սանտա Լուչիա երգել երգել այդ նույն մարդիկ էին որ չեմ սխալվում ներքևում սկսեցին ծափահարել այնպիսի մի հրաշք տեսարան էր բոլորը ծափ էին տալիս Հրաչյան Իրսյան տարված Սանտա Լուչիա Նաստრო Լարջենտո Lucia